Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդումն է։ Հայաստան համահայկական հիմնադրամը շարունակում է բարելավել տարբեր ոլորտներում գործող կառույցների պայմանները։ Երգի պետական թատրոնում ներկայացումները կազմակերպվում են ավելի բարեկարգ միջավայրում։ Հիմնադրամի ջանքերով վերանորոգվել է թատրոնի բեմը։ Մանրամասները տեսանյութում։ Հայաստան համահայկական հիմնադրամը վերանորոգել է Երգի պետական թատրոնի բեմը։ Այսօր այն ավելի ժամանակակից տեսք ունի։ Դա շատ կարևոր է, երբ որ ունենում ես լավ բեմ, լավ լույս, զինված ընդհանրապես տեխնիկապես լավ քո թատրոնը, քո համերգասրահը, դու արդեն լավ ես զգում։ Շարժական բեմը թույլ է տալիս նոր լուծումներով հանդես գալ երաժշտական եւ թատերական ներկայացումներում։ Այս բեմը ու հետևի բեմը մի տեսակ ավելի մեծություն են տալիս։ Եվ դա շատ կարևոր է, որ երգիչը իրեն կամ դերասանները կամ ներկայացման ժամանակ իրենց լավ զգան, ազատ զգան ու ունենան հնարավորություն մեկ քայլի փոխարեն անել 3, եթե դա պետք է։ Թատրոնի տեխնիկական հնարավորություններն ու հագեցվածությունը նաև բարենպաստ աշխատանքային միջավայր են ստեղծում արտիստների համար։ Արդեն գործի մի մասը կատարված է, մնում է արդեն մարդու հետ աշխատանքը։ Թատրոնի եւ Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի։ Հիմնադրման օրվանից ի վեր այստեղ իրականացվել են համատեղ բազմաթիվ ծրագրեր եւ միջոցառումներ։ Մշակութային մասով Երգի թատրոնը օգնել է հիմնադրամին, իսկ տեխնիկական մասով հիմնադրամը օգնել է Երգի թատրոնին։ Մշակութային ոլորտի զարգացման համար սա Հայաստան համահայկական հիմնադրամի հերթական նախաձեռնությունն է։ Այն իրականացվել է ԱԿԲԱ բանկի վիզաբարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով։ Կոշի մանկական վերականգնողական կենտրոնը վերազինվել է նոր մարզական սարքերով ու պարագաներով։ Թե ինչ ազդեցություն է սա ունեցել կենտրոնի աշխատանքի վրա, դիտեք մեր հաջորդ տեսանյութում։ Կոշի մանկական վերականգնողական կենտրոնում 3-ամյա փոքրիկի այս վարժանքը քայլքի բարելավման համար է։ Այսպես օրական տասնյակից ավելի բուժառուներ օգտվում են կենտրոնի ծառայություններից։ Կենտրոնում բուժում են ստանում 0-ից 18 տարեկան երեխաներ եւ հիմնականում տարվա ընթացքում կենտրոնը ընդունում է 400-ից ավել երեխա։ Այստեղ բուժսպասարկումն իրականացվում է նոր եւ ժամանակակից սարքավորումներով, որոնք տրամադրել է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Գույքային միջոցներ, որոնք որ օգնում էին կինեզոթերապիստներին, օգնում էին էրգոթերապիստներին, օգնում էին ֆիզիկական ուժային վարժությունների մեջ մկանների զարգացվածությանը, կեցվածքի շտկումներին եւ մանր մոտորիկային ուղղված միջոցառումներ ավելի գրագետ կազմակերպելու համար։ Արդյունքում կենտրոնում բուժսպասարկման որակը մի քանի անգամ բարձրացել է, բուժառուների քանակն էլ կրկնապատկվել։ Որտեղ այնպիսի մարզասարքեր ունենք հիմա, որով փորձում ենք երեխաներին ավելի արագ ակտիվացնել, ավելի ֆունկցիան իրենց արագ վերականգնել։ Բուժհաստատությունում կատարված փոփոխությունները ծնողները դրական են գնահատում։ Բուժառուներից 3-ամյա Հայկի մայրն է ասում, բուժման երկրորդ փուլում առաջընթացն արդեն նկատելի է։ Երբ որ կենտրոն եկանք, քայլում էր քայլակով։ Կենտրոնում մարզանքների ընթացքում արդեն միակ հենակով։ Հիմա արդեն հենակն են վերցրել ու փառք Աստծո։ Մի քիչ թեք է քայլում, բայց դա ժամանակի հարց է։ 2021 թվականին բուժհաստատության վերազինումից հետո վերականգնողական ծառայություններից օգտվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում զինհաշմանդամություն ստացած տասնյակ անձինք։ Այս պահին իմ զրուցակիցն է հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Աբրահամյան, Հայաստան համայնքական հիմնադրամի տարբեր երկրների ներկայացուցիչներ վերջերս Հայաստանում էին եւ նաեւ հանդիպեցին ձեր հետ համատեղ, այսինքն ձեր կենտրոնի հետ համատեղ իրականացրած ծրագրի շահառուների հետ։ Ինչպես կգնահատեք այս հանդիպումը։ Հանդիպումը իրականում երկուստեք շատ կարևոր էր եւ էմոցիոնալ առումով եւ հաշվետվականության նաեւ առումով, այսինքն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր շահառուները, որոնք կանայք են հիմնականում, այսինքն բոլորը կանայք են, շատ տարիներ շարունակ տարբեր այսպես խմբերով եւ տարբեր շրջափուլերով սովորելու ընթացքում մշտապես գիտեն, որ Հայաստան համահայկական հիմնադրամն է իրենց կողքին, գիտեն, որ Սփյուռքի նաև տարբեր ներկայացուցիչներ են այս ամբողջ process-ում աջակցել իրենց, բայց երբեք չէին հանդիպել անձանց։
չէին հանդիպել տետատետ մարդկանց եւ հնարավորություն չէին ունեցել իրենց շնորհակալությունը հայտնելու, ինչը շատ կարեւոր է։ Բայց նաեւ Սփյուռքի մեր շատ հարգելի ներկայացուցիչների համար էր սա կարեւոր տեսնելու նաեւ իրենց դրած ջանքի արդյունքը, որովհետեւ այդ հանդիպման ընթացքում մեր շահառուները ներկայացրեցին եւ իրենց հաջողությունները եւ իրենց խնդիրները նաեւ, այսինքն սա այդպես բան չէր, հա, ֆորմալ հանդիպում չէր, միայն էմոցիոնալ, այդպես ջերմ փոխանակումներ իրականացնելու համար, այլ նաեւ իսկապես շատ անկեղծ քննարկում էր։ Եվ այդ անկեղծ քննարկման ընթացքում նաեւ հասկանալի դարձավ եւ շահառուների համար եւ հիմնականում իհարկե Սփյուռքի ներկայացուցիչների համար, համահայկական հիմնադրամի տեղական մարմինների ղեկավարների եւ ներկայացուցիչների համար, թե որքանով կարեւոր է նմանատիպ ծրագրերը։ Այսինքն համահայկական հիմնադրամը իհարկե շատ համայնքներում եւ ամբողջ Հայաստանում ահռելի մեծ ծրագրեր է իրականացնում եւ սա թերևս այն նոր փորձերից է, երբ համագործակցում են հասարակական կազմակերպությունների հետ եւ ավելի փոքր ներդրումներ անելով կոնկրետ ճակատագրեր են փոխում։ Եւ այս առումով, որովհետեւ գնահատելը ծրագրի արդյունավետությունը սովորաբար Սփյուռքի ներկայացուցիչների համար բարդ է, երբ օրինակ մի ջրագիծ է փոխվել ամբողջական մի համայնքի համար, բոլոր գյուղացիները ուրախ են, գոհ են եւ այլն, բայց երբ էստեղ տեսնում են անհատական ճակատագրերի փոփոխություն, իսկ այս դեպքում իսկապես տեղի ունեցել այդպիսի փոփոխություն, իրենց համար դա շատ գուցե նաեւ ոգևորիչ է, որովհետեւ իրենց ջանքի շատ ուղիղ արդյունքը տեսնում են։ Եվ Արցախցի մեր կանանց համար էլ շատ կարեւոր էր հասկանալ, որ իսկապես իրենք մենակ չեն։ Եվ սա այդ զգացողությունը երկուստեք փոխաջակցության, փոխօգնության, միմյանց նեցուկ լինելու, միմյանց հասկանալու ընդհանուր մթնոլորտը իրականում շատ կարծում եմ երկու կողմին էլ ուժ տվեցին, մեզ էլ առավել եւս եւ էմոցիոնալ առումով եւ որովհետեւ մեզ համար էլ շատ կարևոր էր իսկապես, որ մեր շահառուները տեսնեն, որ այն ջանքը, որ դրել են նաև իրենք, որովհետև մեր կանայք, բռնի տեղահանված կանայք սարսափելի հոգեվիճակում են ներգրավել ծրագրում։ Դժվար էր նաև իրենց կրթական նոր process-ի մեջ դնել։ Ահա, ես ցանկանամ խոսենք, այսպես համառոտ ներկայացնենք նաև ծրագիրը, ինչ էր իրենից ներկայացնում։ Ծրագիրը, որ իրականացնում ենք իրականում 2021 թվականից, բայց 2024 եւ 25 թվականներն է, որ Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ ենք իրականացնում, դա բռնի տեղահանված արդեն 2023 թվականից Արցախից բռնի տեղահանված կանանց կրթական եւ նոր մասնագիտություն սովորելու կրթական ծրագիր է, դրանից առաջ իհարկե նաև Արցախի տարբեր շրջաններից արդեն Հայաստան տեղափոխված, այսինքն պատերազմից հետո Հայաստան տեղափոխված արցախցիներին էր վերաբերում։ Ամբողջ նպատակը այն է, որ մեկ անգամյա աջակցություն չլինի, սա երկարաժամկետ մարդկանց կյանքը եւ ճակատագիրը մեծ հաշվով փոխելու ծրագիր է, որովհետև եթե պատերազմից հետո բոլոր ծրագրերը եւ հիմնականում անհրաժեշտություններ դա հումանիտար աջակցություն տրամադրելու, ի վերջո ինչ որ փուլում հասկանում ենք, որ ոչ միայն նպատակահարմար չէ եւ ճիշտ չէ անընդհատ մարդուն հումանիտար աջակցություն տրամադրել, այլ դա նաեւ ուղղակի արժանապատիվ չէ, որովհետեւ հատկապես արցախցիների դեպքում իրենք աշխատող, բանող մարդիկ են եւ ուզում են իրենց հանապազորյա հացը վաստակել։ Հայաստանում աշխատաշուկան շատ տարբեր էր եւ երբ արդեն ինչ որ ժամանակահատվածում մենք կարիքների գնահատում իրականացրեցինք 2022-23 թվականներին հասկանալով որն է հիմնական նաև իրենց ցանկությունը եւ նաև որն է պահանջարկը շուկայի
որոշակի այդպես մասնագիտությունների ցանկ առանձնացրեցինք, որը նաև իրենց հետ աշխատանքի, իրենց կարողություններին համապատասխան, իրենց ցանկություններին բնականաբար համապատասխան, բայց նաև այն տեղանքին, որտեղ իրենք ապրում են եւ ապրելու են, որովհետեւ կան մասնագիտություններ, որոնք բոլորովին նպատակահարմար չեն, եթե մարդը օրինակ հեռավոր Երևանից հեռու համայնքում է ապրում, կան մասնագիտություններ, որ շատ ավելի պահանջված են հենց այդ համայնքներում։ Այսինքն այս տեսանկյունից մեր ուղղորդումները շատ կարևոր են, որպեսզի չլինի այդպես ֆորմալ կրթական process, իրենք սովորեցին մասնագիտություն, որը իրականում եւ ծախսատար է, եւ ժամանակատար է, տևում է առնվազն 4-5 ամիս մեկ մասնագիտություն սովորելը, դրանք մատնահարդարումից մինչեւ գրաֆիկ դիզայներ կարող է լինել կամ հաշվապահություն, հա, այսինքն այդ ցանկը բավական մեծ է խոհարարությունից մինչեւ վարսահարդարում կամ դիմահարդարում եւ այլն, այնինչ իրականում պահանջված է շուկայում եւ այնինչ իրականում նաեւ անկախ իրենց տեղանքից կկարողանան որոշակիորեն իրենք կամ եթե անգամ իրենք ֆորմալ չկարողանան որևէ աշխատատեղում աշխատել, գոնե տանը կկարողանան վաստակել իրենց գումարը։ Այս տրամաբանությունից ելնելով կրթական ամբողջ process-ը կազմակերպվում է։ Կապ պահպանվում է շահառուների հետ եւ արդյոք նրանք ստացած գիտելիքները այսօր արդեն կիրառում են գործնականում։ Սա իրականում ամենադժվար հարցն է, որը նաև քննարկվեց համահայկական հիմնադրամի խորհրդի անդամների եւ տեղական մարմինների անդամների հետ, որովհետեւ շատ են նման ծրագրերը եղել պատերազմից հետո եւ շատերի մոտ կար նաև մտավախությունը, որ ստանում են մասնագիտությունը, բայց աշխատաշուկայում ներգրավելու դժվարություններ են ունենում։ Բնականաբար մենք այդ կապը անընդհատ ենք պահում, այսինքն մեզ համար կարևոր է մեր յուրաքանչյուր կնոջ եւ յուրաքանչյուր մեր շահառուի հետագա ճակատագիրը, դժվարությունները։ Եղել են դեպքեր, երբ մասնագիտություն է սովորել, հետո զգացել է, որ չէ, ինչ որ բան հավելյալ պետք է սովորի, նորից աջակցել ենք, որպեսզի հավելյալ ինչ որ բան ստանա։ Եղել են իրավիճակներ, որ մեկ աշխատատեղից նաև ուղղորդել ենք մեկ այլ աշխատատեղ, այսինքն այս դեպքում մենք եւս էլի աջակցում ենք, որպես կազմակերպություն մենք շարունակական իրենց կողքին ենք։ Եղել են իրավիճակներ, երբ նախորդ մեր ծրագրերի մեջ մենք հասկացել ենք, որ ստացել են մասնագիտություն, բայց կան մասնագիտություններ, որոնց համար օրինակ նույն սոցիալական մեդիաներում իրենց պիտի կարողանան ներկայացնել մեկ այլ առանձին դաս ենք իրականացրել, օրինակ սոցիալական ձեռներեցության, սոցիալական մեդիաներում հանդես գալու, հաղորդակցության, SMM որոշակի կարողունակություններ զարգացնելու տեսանկյունից, այսինքն որոշ նաև փափուկ կարողություններ զարգացնելու տեսանկյունից ծրագրեր ենք իրականացրել, որպեսզի այն մասնագիտությունը, որ իրենք ստացել են, իրենք կարողանան նաև դրանում ամբողջությամբ դա լիարժեքորեն կարողանան կիրառել եւ ընդգրկվել աշխատաշուկայում։ Մոտ 70%-ը առնվազն մեր շահառուների ներառված է, այսինքն համայկական ծրագրով մենք ունեցել ենք արդեն ավարտած 22 շահառու, հիմա սովորում են եւ շուտով կավարտեն արդեն 30 շահառուներ, ընդհանուր առմամբ 52 շահառուներ։ Թվում է, թե իրականում սրանք ընդամենը մի քանի տասնյակ են եւ այն 100,000-ի մեջ սա այդպես մի կաթիլ է, բայց մեր տրամաբանությունն այն է, բայց մինչդեռ սա իրականում ֆինանսապես բավական ծախսատար է, որովհետև յուրաքանչյուր կնոջ կրթական ամբողջական process-ը իրականացնելու եւ նաև իրենց նախնական անհրաժեշտ գործիքները տրամադրելու համար առնվազն յուրաքանչյուր շահառուի վրա ծախսվում է $1,000-ից ավելի։ Այսինքն սրանք 50 եւ մի քանի տասնյակ հազար դոլարի մասին է խոսքը, ինչը համահայկական հիմնադրամի տեղական մարմինները այնքան հեշտությամբ չէ, որ հավաքագրում են։ Եվ այս առումով շատ շնորհակալ ենք եւ իրենց դրած ջանքի համար եւ նաեւ գաղափարը ընկալելու համար, որովհետեւ շատ մի շրջան կար, որ մենք դժվարությամբ էինք հասնում բացատրելու, որ անհրաժեշտություն չէ այս պահին հումանիտար աջակցությունը, այլ իրենց կրթական երկարաժամկետ ներդրումն է անհրաժեշտ, որին կալումը արդեն իսկ կար, ինչի համար մենք երախտապարտ ենք։ Տիկին Աբրահամյան, եւ վերջում, ինչպես է գնահատում Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համագործակցությունը եւ ինչ համատեղ նախանշվող ծրագրեր կան։
Մենք մեծապես գնահատում ենք համահայկական հիմնադրամի եւ աջակցությունը եւ ներգրավվածությունը եւ ընդհանրապես տրամաբանությունը, որ համահայկական հիմնադրամը աշխատում է հասարակական կազմակերպությունների հետ։ Սա իրականում կարեւոր է որոշակի այդպես ավելի մոտ, այդպես դաշտային աշխատանք իրականացնելու տեսանկյունից, որովհետև ինչպես նշեցի նախորդիվ, համահայկական հիմնադրամի ծրագրերը բավական մեծ են եւ այս առումով նաեւ հասարակությանը մի տեսակ ավելի մոտ լինելու տեսանկյունից շատ կարեւոր է, որովհետև երբ օրինակ նորից եմ նշում մեծ համայնքներում ինչ որ ծրագրեր են անում, մարդիկ չեն ֆիքսում, թե ով է ծրագիրը իրականացրել։ Տվյալ դեպքում մարդիկ ոչ միայն չեն ֆիքսել, ոչ միայն շատ լավ գիտեն, որ համահայկական հիմնադրամն է, այլ նաև արդեն անձամբ գիտեն անձանց, որոնք օրինակ Ավստրիայում, այլ երկրներում իրենց համար ջանք են դրել եւ իրենց համար անհատական այդպես դրամահավաք են իրականացրել։ Այս առումով սա շատ լավ հնարավորություն նաեւ հիմնադրամի հետ մարդկանց շատ ավելի մոտ լինելու։ Ծրագրեր անշուշտ կան մեր կողմից էլ կլինեն նաև առաջարկներ։ Մենք այս պահին ունենք դեռևս 35 կանանց շարունակական դեռևս ծրագիր, որը երևի արդեն կավարտեն սեպտեմբերի վերջ։ Սա կախված է կրթական իրենց process-ից, բայց իրենք շատ ջանք են դնում, որ շատ արագ սովորեն։ Եվ հետո արդեն հուսամ համագործակցությունը շարունակական կլինի, որտեղ իրականում սա կարևոր է։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ իմ զրուցակիցն էր հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը։ Իսկ մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։